Ողջույն հարգելի մարզասերներ, Արոշանյան մեդիա սպորտ նյուզը շարունակում է ակտիվորեն լուսաբանել հայկական սպորտն ու բոլոր հայ մարզիկների ելույթները։ Սերբիայում կայացած ավանդական կարատեի Եվրոպայի 36-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն Արեգ Իսկանդարյանը, Հովհաննես Հակոբյանն ու Արթուր Ոսկանյանը թիմային կատամրցաձևում արժանացել են չեմպիոնի տիտղոսին։ Ի դեպ, աշխարհի կրկնակի չեմպիոն Արեգ Իսկանդարյանը կարիերայում երկրորդ անգամ է նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Կարիերայում առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի մեծահասակների պայքարում արժանացել է Էրիկ Հովսեփյանը։ Երիտասարդ կարատեիստը հավասար է չի ունեցել Ֆուկուգո մրցաձևում։ Արման Կարախանյանն ու Նարեկ Մովսիսյանը նվաճել են Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը։ Արման Կարախանյանը արծաթե մեդալակիր է դարձել Էմբու կումիտե մրցաձևում, իսկ Ջու կումիտեում նվաճել է բրոնզե մեդալ։ Նարեկ Մովսիսյանը երկրորդ տեղն է գրավել Կոգո կումիտե մրցաձևում։ 18-ից 20 տարեկանների պայքարում Մարաթ Հարությունյանը նվաճել է ոսկե մեդալ Կոգո կումիտե ձևում, իսկ Ֆուկուգոյում և Էմբուում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Արթուր Խաչատրյանը արծաթե մեդալներ է նվաճել կատա և Էմբու կումիտե մրցաձևերում։ 16-ից 17 տարեկանների պայքարում Դավիթ Կոջամանյանը նվաճել է ոսկե մեդալ Ֆուկուգո մրցաձևում և արծաթե մեդալ կատա մրցաձևում։ Նույն տարիքային խմբում Շահեն Առաքելյանը Կոգո կումիտե մրցաձևում նվաճել է ոսկե մեդալ։ 14-ից 15 տարիքայինների պայքարում Եվա Պողոսյանը երկրորդ տեղն է գրավել անհատական կատա մրցաձևում։ Արթուր Թունյանն ու Զավեն Խաչատրյանը նվաճել է մեկական ոսկե և արծաթե մեդալ։ Եվրոպայի առաջնությանը զուգահեռ անցկացվել է նաև Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանի մանկապատանեկան հավաքականը նվաճել է 7 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ։ Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցել է ֆեդերացիայի նախագահ, հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ։ Հայաստանի պատվիրակության կազմում են եղել նաև 2 միջազգային մրցավար։ Մինչև 14 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Գոռ Ավագյանն ու Ռաֆայել Հովեյանը։ Հիմնականում մեր թիմը մասնակցեց և գրավեց երրորդ տեղը 15 պետության մեջ։ Ես հիմնականում գոհ եմ մեր արդյունքներից և ունեցանք 7 հաղթողներ, չեմպիոններ։ Զգացողություններս իրականում չեմ կարող ներկայացնել, կարծում վիդեոների մեջ տեսել եք, թե ինչ ապրումներ եմ ունեցել լավ առումով։ Երևի կյանքում առաջին անգամ ուրախության արդյունքներ զգացել եմ, թե ինչ է, քանի որ եզրափակչում հաղթել եմ շատ ուժեղ մարզիկի, որը 3 տարի անպարտել էր, կարծում եմ պատմություն ենք կերտել։ Շատ ուրախ եմ կրկին Եվրոպայի չեմպիոն դառնալու համար, վերջապես դարձա աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, չեմպիոն դարձանք թիմային կատամրցաձևով, հուսով եմ շարունակական կլինի, շնորհակալ եմ նաև Հայաստանի ավանդական կարատեի ֆեդերացիային, նախագահին Սուրեն Մաթևոսյանին այս հնարավորության համար։